Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբերություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները բարձրագույն եւ միջգերատեսչական մակարդակներում փոխադարձ հանձնառության եւ համատեղ շարունակական ջանքերի արդյունք են, որի շնորհիվ երկկողմ հարաբերությունները բարձրացվեցին որակապես նոր ռազմավարական գործընկերության մակարդակի։ Բարձր են գնահատում բարեկամ Վրաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից ներկայացված խաղաղության խաչմերուկ նախագծին ուղղված տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության եւ փոխգործակցության խթանմանը, ինչպես նաեւ Վրաստանի կողմից իրականացվող քայլերը ի նպաստ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի։ Կրկին շնորհավորում եմ անկախության օրվա կապակցությամբ եւ մաղթում եմ ձեզ եւ ձեր երկրին բարօրություն, խաղաղություն եւ նորանոր ձեռքբերումներ»։ Մեկնարկել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի պաշտոնական այցը Հայաստան, այս մասին հաղորդագրություն է տարածել արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն հայտնել է, որ արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի առանձնազրույցը։ Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ը համարել Արևմտյան Ադրբեջան։ Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Եթե սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում սահմանադրությանը, կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ։ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակներում։ Երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ կա, որ կողմերը հայտարարում են միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ, ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ։ Փաշինյանը նաեւ ասել է, որ տեքստում եւս մեկ դրույթ կա, որ կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության պայմանագիրը չկատարելու համար։ Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանը պարտավոր է այն ուղարկել սահմանադրական դատարան, ստուգելու համար պայմանագրի համապատասխանությունը Հայաստանի սահմանադրությանը, ինչը պարտադիր է։ Հայկական կողմի գնահատականով Տիրանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել եւ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին արտաքին գործերի նախարարի տեղակալը նշել է Երևանյան երկխոսություն համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ներկա գործընթացին Կոստանյանը վկայակոչել է վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Տիրանայում տեղի ունեցած հանդիպումը։ Վերջինս կարևորել է այն փաստը, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները խաղաղության պայմանագրի եւ այդ օրակարգի առաջ մղման ուղղությամբ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալը անդրադարձել է նաեւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղղված առաջարկին մանրամասնելով, որ այդ առումով Ադրբեջանից դեռևս վերջնական արձագանք չկա։ Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների հարցից Կոստանյանը նշել է, որ ապօրինաբար պահվող հայերի խնդիրը մշտապես պահվում է Երևանի օրակարգում։ Այդ հարցը մշտապես քննարկվում է տեղի ունեցող տարբեր հանդիպումներում։ Խաղաղության գործընթացն ունի շատ կոմպոնենտներ եւ դրանցից մեկը տարածաշրջանային երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունն է։ Նախագիծը հնարավորություն է տալիս, որպեսզի այլ երկրները եւս ներգրաված լինեն գործընթացում։ Այս մասին Երևանյան երկխոսություն համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասը ռազմավարական հանգույց մարտահրավերներ եւ հնարավորություններ խորագրով պանելային քննարկմանը ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի կառավարության ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը տնտեսական
նախագիծ է, որի նպատակն է ապաշրջափակել Հարավային Կովկասի տարածաշրջանի հաղորդակցությունները, տարածաշրջանում փոխկապակցվածություն ստեղծել, մեծացնել փոխկապակցվածությունը խթանելու համար տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, ասել է նա։ Նա հավելել է, որ Հայաստանի համար կարևոր է, որ ապաշրջափակումը տեղի ունենա տարածաշրջանի երկրների սուվերենության եւ իրավազորության հիմքի վրա, ինչը նաեւ շատ կարևոր է խաղաղության կոնտեքստում։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստը, որտեղ պետք է քննարկվեր զինծառայությունից գումարով ազատվելու վերաբերյալ աղմկահարույց օրենքի նախագիծը, չեղարկվել է։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։ Պատճառն այն է, որ հրատապ քննարկման հարցեր կան, որոնք մենք պետք է քննարկենք լրացուցիչ քննարկումներից հետո, կդնենք հանձնաժողովի նիստի օրակարգ հաշվի առնելով, որ դեռևս ժամանակ ունենք, ասել է Խաչատրյանը, նշելով, որ այսօրվա նիստը չեղարկվում է լրացուցիչ կհայտարարեն նաև նիստի օրը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել է, որ անհասկանալի է նիստի մեկնարկից 2 րոպե առաջ չեղարկել նիստը, հատկապես որ պաշտպանության նախարարն Ազգային ժողովի շենքում է։ Նշենք, որ նախագիծը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, նրա ներկայացրած նախագծի համաձայն ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ 3 տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս եւ պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Մայիսի 26-ին նորին Սուրբոցություն Տեր Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը մեկնել է Բեռն, Շվեյցարիա, մասնակցելու եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Շվեյցարիայի բողոքական եկեղեցու կողմից կազմակերպված կրոնական ազատություն, հայկական հոգեվոր մշակութային եւ պատմական ժառանգության պահպանումը Արցախում, Լեռնային Ղարաբաղում խորագրով միջազգային համաժողովին։ Վեհափառ հայրապետը ժողովականներին հղելու է իր ուղերձը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղրղզական Հանրապետության խորհրդարանի նախագահ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուին։ Ալեն Սիմոնյանը նախառանձնազրույց է ունեցել գործընկերոջ հետ, շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու իր հրավերն ընդունելու համար։ Նուրլանբեկ Տուրգունբեկ Ուլուն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ազգային ժողովի նախագահին ջերմընդունելության համար, նշելով, որ տպավորված է Հայաստան այցով։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների օնլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր, մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի կապերի ակտիվացման վրա։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել։ Դրանի պատասխան Ղրղզստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Ղրղզստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման համատեքստում Ազգային ժողովի նախագահը հատուկ շեշտադրել է խաղաղության խաչմերուկ նախագծի կարևորությունը։ Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարների կողմից ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ղրղզական Հանրապետության Ժոգորկ ու Քենեշի միջև համագործակցության մասին հուշագիրը, որով նախատեսվում է ակտիվացնել երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի, հանձնաժողովների եւ աշխատակազմերի համագործակցությունը։ Ղրղզստանի խորհրդարանի նախագահը շրջել է նաև Ազգային ժողովի շենքում եւ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրանցամատյանում։ Տղերքը շատ լավ աշխատում են, անուն չի կարելի դնել։ Գեղադիրում ճանապարհաշինական աշխատանքների մեկնարկին ոչ միայն գյուղի բնակիչներն էին սպասում, Գառնի, Գեղարդ գնացող եկողներն էլ պակաս ոգևորված չեն։ Ամեն օր գալի նայում եմ, շատ լավ գործ են անում, ակուրատնի։ Որտեղ կարիքը կա հենապատ են կառուցում, որոշատվածներում արդեն սկսել են հիմնային աշխատանքները։ Այստեղ ճանապարհը վերջին անգամ 2009-ին էր նորոգվել։ Այն ժամանակ արված աշխատանքի թերություններն այսօր շինարարներին բարդ խնդրի առաջ են կանգնեցրել։ Գազի տրուբից սկսած կոյուղուց դուրս եկած ամբողջ եղել ասֆալտի վրա։ Ասֆալտից 5 սանտի խորության վրա։ Գյուղի բնակիչներն էլ հետ չեն մնացել, ջրի խողովակներ են անցկացրել, ոնց կարողացել են։ Նոր բացահայտված խնդիրները դժվարություններ ստեղծել են, բայց նախատեսված վերջնաարդյունքին հասնելուն խոչընդոտ չեն։ Հատվածներ ունեն, երբ լանջա որը որ չի ունեցել այս ճանապարհը, վիրաժներ լինելու նոր թեքություններ, ջրահեռացման նոր համակարգեր։ Չէ, բացարձակ ոչ մի տեսակի բան չկա այս ճանապարհի վրա։ Ինչ էլ եղել է լրիվ փակ է,
բացարձակ չի գործում։ Հիմքը կառուցում են սառը վերամշակմամբ ցեմենտի խառնուրդով, թեև փորձում են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ տուրիստական սեզոնի մեկնարկին գործն ավարտեն, բայց նաև խուսափում են վնասող շտապողականությունից։ Թյուր կարծիք է ստեղծվել մեր հասարակության մոտ, որ ճանապարհը քանդում ենք, օրերով քանդած թողնում ենք, նման տեխնոլոգիայով աշխատանքներ իրականացնելու դեպքում նվազագույնը 7 օր հետո նոր թույլատրվում է ասֆալտբետոնե շերտ տեղադրել։ 2025-ին Կոտայքում մոտ 30 կիլոմետր պետական նշանակության ճանապարհների նորոգման աշխատանքներ են նախատեսված։ Մի քանի ծրագրեր սկսել էին դեռ անցած տարեվերջին, այս տարի կավարտեն բոլորն էլ։ Այս պահին ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում 3 ճանապարհահատվածում, հաջորդ շաբաթ կմեկնարկի նաև Բեժնի Ամրոց գնացող շուրջ կես կիլոմետրանոց ճանապարհի նորոգման աշխատանքները։ Շարունակվում են Բագրևանդի փողոցում շինաաշխատանքները, մոտ 3 կիլոմետրանոց հատվածում գործը ամփոփման փուլում է, հիմա շինտեխնիկան կենտրոնացված է վերջին 2 կիլոմետրի վրա։ Այստեղ էլ աչուձախ, անկանոն, փորված, անցկացված ենթակառուցվածքները խնդիրներն ավելացրել են, անհրաժեշտ են նախագծային փոփոխություններ։ Էլեկտրասյուներ են տեղադրված, գազի գծեր են կառուցված, ամեն ինչը հաշվի առնելով տեղանքին համապատասխան լուծումներ ենք տալիս, որպեսզի հնարավորինս անվտանգ եւ բարելաված ճանապարհատված ստանանք։ Շուտով կհայտարարվի եւս 2 ծրագրի մրցույթ, որոնց վերաբերյալ ամենից շատ ահազանգներն են ստացվել ճանապարհային դեպարտամենտում։ Կհիմնանորոգվեն նաեւ վերին պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան, Քանաքեռավանից էլ Երևան, Կորեայի ձոր կոչվող հատվածները։ Իրանն աջակցում է խաղաղության պայմանագրին եւ կարծում, որքան շուտ ստորագրեք, այնքան լավ Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի համար։ Այս մասին Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Ղադիբզադեն։ Ղադիբզադեն ընդգծել է, որ Հայաստանը շատ կարեւոր է Իրանի համար, այդ իսկ պատճառով Իրանը միշտ հանդես է եկել միջին լավագույն հարաբերությունների օգտին։ Դրա պատճառները բազմաթիվ են՝ երկկողմ հարաբերությունների աշխարհատնտեսական, աշխարհառազմավարական, աշխարհամշակութային ասպեկտները։ Ես կցանկանայի եզրափակել այն մտքով, որ խաղաղությունն այն է, ինչ իսկապես անհրաժեշտ է մեր տարածաշրջանի համար։ Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները դա իրագործելու համար, եզրափակել է Ղադիբզադեն։ Կոտայքի մարզի ծննդատներում մայիսի 18-ից մայիսի 25-ը ներառյալ ծնվել է 26 երեխա, ծնունդների թիվը ըստ մարզերի ծննդատների հետևյալն է։ Հրազդանի ծննդատուն 11 երեխա, 7 տղա, 4 աղջիկ, Աբովյանի ծննդատուն 11 երեխա, 7 տղա, 4 աղջիկ, Չարենցավանի ծննդատուն 1 աղջիկ, Նայիրիի ծննդատուն 3 աղջիկ։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 23-ից 26-ին համաձայն որի բացահայտվել է 242 հանցագործության դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 13 հետախուզվող կամավոր ներկայացել է 2-ը, հայտնաբերվել է 2 անհետ կորած։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 3 օրում գրանցված 30 ավտովթարի հետևանքով 8 մարդ զոհվել է, 36-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Քարանիվի կողաշրջման հետևանքով վնասվածքներ ստացած 2 դպրոցահասակ աղջիկներից մեկը շարունակում է մնալ բժիշկների հսկողության ներքո։ Հիշեցնենք մայիսի 24-ին ողբերգական դեպքեր տեղի ունեցել Ծաղկաձորում։ Քարանիվի կողաշրջման հետևանքով 4 դպրոցահասակ աղջիկներ են հիվանդանոցում, որոնցից 2-ի կյանքը փրկել չի հաջողվել։ Առողջապահության նախարարության խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է, որ տուժածներից մեկը Հրազդան բժշկական կենտրոնում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հենց նույն օրը դուրս է գրվել։ Մյուս տուժածը պոլիտրավմայով նույն օրը տեղափոխվել է Երևանյան բժշկական կենտրոններից մեկը։ Վիրահատվել է բժիշկների հսկողության ներքո, կյանքին սպառնացող վտանգ չկա, ասել է նախարարության խոսնակը։ Հիշեցենք, որ 2 դպրոցահասակ աղջիկների մահվան պատճառը դարձած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, վարորդը ձերբակալված է։ 342-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն։ 4-րդ հոդվածը սահմանում է ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված պահանջ կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ
կամ ավելի մարդու մահ, որը կատարվել է հարբած ոչ թափ վիճակում կամ համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից պատժվում է ազատազրկմամբ 5-ից 10 տարի ժամկետով։ Վարորդը համապատասխան տրանսպորտային միջոց վարելու իրավունք չի ունեցել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 25-ին ժամը 12:45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աժդահակ լեռան վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ։ Դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարար ծառայությունից հայտնում են դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Նրանք Աժդահակ լեռան գագաթից արգելափակումից դուրս են բերել Mitsubishi մակնիշի ավտոմեքենան եւ ուղարկել անվտանգ վայր 7 ուղևորով։ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նայիրի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է մայիսի 24-ին Զովունի գյուղի առաջին եւ 16-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների եւ վարորդների ինքնությունը։ Շամշանքոմի տեղեկություններով պարզվել է, որ Մերսեդեսներից մեկը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Կ-ն, իսկ մյուս Մերսեդեսը վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Կարեն Ան։ Վթարի հետևանքով Գևորգ Կ-ն, նրա ուղևորներ Երևանի բնակիչներ 104-ամյա Գրիգոր Ան, 60-ամյա Սուսաննա Ան, 69-ամյա Մարիամ Ան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ Գրիգոր Ան տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ նշված բժշկական կենտրոնից էլ ահազանգել են ոստիկանության Նայիրի բաժին եւ հայտնել, որ Գրիգոր Ան հիվանդանոցում մահացել է։ Երկիրը մայիսի 27-ից սկսած կհարվածի հզոր եւ երկարատև մագնիսական փոթորիկը։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի արևի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի մասնագետները։ Գեոմագնիսական փոթորիկը կմեկնարկի մայիսի 27-ին եւ կտևի մի քանի օր։ Դրա գագաթնակետը սպասվում է շաբաթվա կեսերին եւ կտևի մինչեւ հունիսի սկիզբը։ Մագնիսական խանգարումների առավելագույն ուժգնությունը կհասնի 9 բալից 6-ի եւ ավելիի։ Ինչպես հաղորդում է Բրուն, մագնիսական փոթորիկը կարող է տարբեր ախտանշաններ առաջացնել եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդկանց մոտ, մասնավորապես հնարավոր են գլխացավեր, գլխապտույտ, թուլություն, սրտխառնոթ, հոդացավեր եւ քնի խանգարումներ։ Մայիսի 27-ից 30-ին Հայաստան նոր ցիկլոն է գալիս, երեկոյան եւ գիշերային ժամերին կլինեն անձրևներ, հայտնում են հիդրոօթերևութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից։ Մարզերում մայիսի 27-ին կեսօրից հետո 28-ից 31-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Քամին հյուսիս-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։